Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, դուք խոսեցիք ռիսկերի մասին, բայց մինչև ռիսկերի մասին խոսելը, եթե մենք ուզում ենք լինել օբյեկտիվ եւ եթե ուզում ենք իսկապես հասկանալ, թե ինչ է կատարվում, մենք պետք է նաեւ գնահատենք այն խաղաղությունը, որ այսօր կա Հայաստանում։ Դուք հիմա կենտրոնանում եք ինչ որ ենթադրյալ ռիսկի վրա, իսկ արդյոք դուք տեսնում եք, որ այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ որ առումով խաղաղության կղզյակ է եւ մեր բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան։ Եկեք սա գնահատենք որպես ելակետ, եթե մենք ուզում ենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել եւ ոչ թե ուղակի այսպես գիտեք անհանգստացնենք մարդկանց, այլ տեղեկություն փոխանցենք մարդկանց, նախ գնահատենք, որ մենք ունենք խաղաղություն եւ փաստորեն մեր հաշվարկները, մեր քայլերը, մեր բոլոր ուրեմն այն հարաբերությունները, որ մենք հաստատել ենք բոլոր կողմերի հետ, սկսած ԱՄՆ-ից, վերջացած Ռուսաստան, վերջացած տարածաշրջանի երկրներ, բոլոր այն հաշվարկները, որ մենք արել ենք, պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել, մինչ այս պահը ցույց են տալիս, որ հնարավոր դասավորվածության մեջ Հայաստանի համար ապահովում են լավագույն հնարավոր արդյունքը այս պահի դրությամբ։ Սա ուղղակի ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք գնահատենք։ Ինչ վերաբերում է հարցումներին, մենք այո ճիշտ եք, այդ հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ունենում է մեծամասնություն եւ նույնիսկ ավելին քան պարզ մեծամասնություն, այո, ավելին քան պարզ մեծամասնություն, որովհետեւ այնտեղ կա 3-5-ի հարց եւ 2/3-ի հարց, որոնք տարբեր թվեր են, հա, կա 50% պլյուս 1, կա 3/5 ձայն եւ կա 2/3 ձայն, 3 տեսակի մեծամասնություն է լինում դրա մասին է խոսքը, բայց մենք հələ քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, կարծում եմ դա շատ լավ գնահատական է, այն թվերը, որ 3 հրապարակվեցին, թե այսօր դրանք շատ լավ գնահատական են եւ այստեղ էլ ես խնդրում եմ դուք ոչ թե դուք ասում եք բա ուրա սահմանադրական մեծամասնությունը, կարծես սահմանադրական մեծամասնությունը այնտեղ այսպես պիտի պատրաստի դրած լինի կամ մենք ասել ենք որ այնտեղ պատրաստի դրած է եւ դուք էլ հիմա մեզ հանդիմանում եք։ Մի հատ եկեք նկատենք, որ բազմաթիվ ուժեր եւ բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ լրագրողներ ասում էին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը ընկել է, շատ ցածր է, նույնիսկ չգիտեմ իշխանություն ձևավորելու հետ կապված կարող են խնդիր ունենան եւ այլ, Գյումրի 2 սցենարից էին ինչ որ խոսում եւ այլն, մի հատ սա գնահատենք։ Էլի ասեք ձեր հարցը, բայց մի հատ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել, դրա վրա կառուցենք մեր հետագա հարցը։ Ոչ թե մոռանանք մեր նախորդ քննադատությունը եւ միանգամից անցնենք երկրորդ քննադատությանը։ Շնորհակալություն։ Մի կարճ հարց էլ, քանի որ կարծես թե կհասցնենք։ Պարոն Եղոյան, այսինքն դուք կարծում եք, որ քարոզարշավի փուլով արդեն դուք կկարողանաք լուծել նաև սահմանադրական մեծամասնության հարցը, ես ճիշտ հասկացա։ Կարծում եմ, որ մենք հիմա էլ այդ հարցը արդեն իսկ լուծել ենք, ուղղակի հարցումները, գիտեք, դրանք մոտավոր հարցումներ են, իրենք ցույց են տալիս տրամադրություն, հարցումը ամեն դեպքում միշտ տարբերվում է ընտրության արդյունքներից ձայնի կամ 1%-ի կամ 2%-ի ճշտությամբ չի կարող արտահայտել, մենք գնում ենք այո սահմանադրական մեծամասնության, որովհետև մեր պետության արչև բացված հեռանկարները իրականացնելը պահանջում է մեր քաղաքացիների ամուր քվեն եւ մենք հայցելու ենք այդ ամուր քվեն, որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանել խաղաղությունը, որը արդեն իսկ մենք հաստատել ենք այն ամուր քվեով, որը մեզ քաղաքացիները տվեցին 21 թվականին, մենք արդարացրեցինք այդ քվեն, մենք կառավարության մեծագույն պարտականությունը այսօր կարող ենք ֆիքսել, որ կատարված է, խաղաղությունը հաստատված է եւ այն անդառնալի դարձնելու համար մեզ պետք կլինի այո քաղաքացիների ամուր եւ աներկբա քվեն, այն է սահմանադրական մեծամասնություն, այն է ազգային ժողովի տեղերի 2/3-ը։ Շնորհակալություն։